Լույս կոտայքի Արագածոտնի, Լոռի ու Շիրակի բնակիչների աչքերին Օրանժ հիմնադրամի եւ հայկական ակնաբուժության նախագծի Հայի աչքերին լույս հաղորդող ծրագիրը մեկնարկում է։ Շարժական հիվանդանոցի երթևեկը սկսվում է կոտայքից։ Շաբաթվա վերջին շարժական կլինիկան կսպասարկի եղվարցիներին։ Այս տարի եւս կաշխատենք տեղի բնակչության հետ եւ կփորձենք անել վիրահատություններ, տալակնոցներ, ստուգել երեխաներին եւ աշխատել շատ սերտ համագործակցությամբ տեղի ակնաբույժների հետ։ Հաջորդ կանգառը Աբովյանն է, հետո Հրազդանը, ավելի ուշ ակնաբույժները կլինեն Լոռիում։ Այս տարի նախատեսվում է հետազոտել մոտ 17,000 բնակչի առանց տարիքային սահմանափակման։ Մարզաբնակներին տեղում կստուգեն ակնաբույժները, իսկ անհրաժեշտության դեպքում կուղեգրվեն աչքի շարժական հիվանդանոց։ Այս նախագիծը Օրանժ հիմնադրամի իրականացրած կարևոր ծրագրերից մեկն է։ Շատ հաճելի է տեսնել մարդկանց, որոնք կարողանում են վերականգնել իրենց տեսողությունը։ 5-րդ տարին անընդմեջ Օրանժ հիմնադրամն ու հայկական ակնաբուժական նախագիծը օգնում են սոցիալապես անապահով կամ մայրաքաղաք հասնելու հնարավորություն չունեցող մարզաբնակներին։ Օրանժ հիմնադրամը տրամադրում է նաև ակնոց։ Այս անգամ ակնոց կստանա մոտ 1000 մարդ։ Դեռևս կարիք կա այս ծրագիրը շարունակելու, եւ մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք օգնել մարդկանց լույս պարգևելով նրանց աչքերին։ Ծրագրի մեկնարկի առաջին օրվանից Հայաստանի մարզերից 67,000 մարդ անվճար հետազոտվել է, վիրահատվել ու լազերային բուժում ստացել։ 2015-ին ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է մոտ 26 միլիոն դրամ։ Այդա Կարապետյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։